Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ես լսեցի Նիկոլ Փաշինյանի վերջերս Սյունիքում ունեցած ելույթը Արցախի վերաբերյալ, որտեղ նա ասում էր, որ Արցախը երբեք հայկական չի եղել, Արցախը մերը չի եղել, միշտ էլ պատկանել է Ադրբեջանին, այնտեղ ուղղակի ահավոր մտքեր էր արտահայտում, որոնք չեմ ուզում այստեղ վերարտադրել, բայց մտածում ես, թե ինչքան մարդ կարող է իր սեփական ժողովրդի առաջ իրեն նվաստացնի հանուն աթոռի։ Նայեք, 92 թվականից ես եղել եմ Լեռնային Ղարաբաղի բանակցությունների խմբում, կարճ ժամանակ անց ինքս եմ ղեկավարել այդ խումբը, որպես արտաքին գործերի փոխնախարար, իսկ 98 թվականին, երբ նշանակվել եմ արտաքին գործերի նախարար, բնականաբար շարունակել եմ ղեկավարել այդ բանակցությունները։ Ներկա եմ եղել բոլոր հանդիպումներին, ներառյալ նախկաների մակարդակով հանդիպումներին, եւ կարող եմ ասել հետեւյալը. այդ ժամանակահատվածում գիտեմ նաեւ, որ հետո էլ է շարունակվել, Ադրբեջանը երբեք հավակնություն չի ունեցել ինչ որ վերահսկողություն հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ։ Նրանք ընդունել են, որ դա հայկական տարածք է։ Սա բազմիցս բանակցություններում Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ ասվել է Ադրբեջանի ղեկավարների կողմից նախկին ներկա հայր որդի։ Նրանք ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղը եղել է հայկական, ներառյալ Շուշին։ Նրանք խնդիր են ունեցել միայն այդ փաստը դե յուրե արձանագրելու հարցում, որտեղ բնթել են, որ խնդիր ունենան իրենց սահմանադրության հետ։ Դրա բարաբացուցն է Key West-ի Հայր Ալիևի ընդունումը, որ Ղարաբաղը դրվի Հայաստանի սուվերենության, դրա բարաբացուցն է, որ հետագայում այսօրվա Ադրբեջանի նախագահը որդի Ալիևը խոստովանում է, որ Մինսկի խմբի համանախագահները միջազգային հանրությունը ճնշում են իր վրա, որովհետեւ նա ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այնպես որ Ադրբեջանը ինքը ընդունել է, որ այդ տարածքը եղել եւ մնում էր հայկական։ Փաշինյանը 2018 թվականին մեծ հնարավորություն էր իսկապես Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Ընդամենը եթե նա բանակցությունները շարունակեր իր սեղանի վրա եղած բանակցային փաստաթղթերի հիման վրա, թեգուզ եւ 2019 թվականին Մինսկի խմբի համանախագահների կողմից իրեն ներկայացված փաստաթղթի հիման վրա։ Դա մեծ հնարավորություն է տալիս, որ նա կարողանալ հարցը լուծել խաղաղ ճանապարհով, բահելով Լեռնային Ղարաբաղի փաստացի քաղաքական միավոր լինելու հանգամանքը, բայց նա այդ բոլորը մի կողմ գցեց։ Նա պատմական շանս ուներ, ունենալով բարձր լեգիտիմություն, ունենալով 90%-ից ավել աջակցություն Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, եւ ամենակարևորը նա մասնագետ չլինելով Արցախյան առաջի պատերազմին, նա չլինելով Արցախից, չկորցրած լինելով մոտ ընկերներ պատերազմի ընթացքում, չունենալով արյան եւ բարոյական հոգեկան այդ կախվածությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքների ձեռքբերման հետ կապված, նա իսկապես ուներ պատմական շանս այդ բանակցային փաստաթղթերի հիման վրա վերադարձնելով այդ տարածքները պահպանել Լեռնային Ղարաբաղի փաստացի միջանկյալ կարգավիճակով անկախ քաղաքական միավոր լինելու հանգամանքը Լաչինի միջանցքով եւ իր 150,000 հայ բնակչությամբ։ Հավատացեք, Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն էր իսկապես, որ ուներ այդ հնարավորությունը, բայց այդ բոլորը ինքը փոշիացրեց իր բոլոր նախկինների նկատմամբ ունեցած ադելությամբ։ Նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել, սխալներ գործեց մեկ մույսի հետևից եւ մենք ունեցանք այն, ինչ ունենք։ Նա 5,000 զոհերով, 10,000 վիրավորներով Արցախը հանձնեց ուղղակի Ադրբեջանին։ Եվ այսօր այն ելույթները, որ Փաշինյանը ունենում է, դրանով ոչ թե ինքը փորձում է համոզել իր
աջակիցներին, այլ փորձում է համոզել ինքն իրեն, որովհետև այս կորուստը իր խղճի վրա շատ ծանր է նստել։ Նա գիտակցում է, թե ինչպիսի վնաս է պատճառել հայ ժողովրդին, նա գիտակցում է, թե ինչպիսի մեղք է գործել հայ ժողովրդի առաջ, եւ ինքը չգիտի ոնց մեղանչի, եւ փորձում է այդ ելույթներով նա արդարանալ։ Եվ շոք այս ելույթները, որ շարունակելու են ամբողջ ամսվա ընթացքում մինչև ընտրությունների օրը, այդ բոլորի վարաբացույցն են։